Կարծում եմ, որ դիվերսիֆիկացումը համարում նաև Ղազախստանից եկող ցորենը, Ղրղստանից եկող ցորենը, Բելարուսիայից եկող ցորենը։ ԵԱՏՄ շուկայից դուրս գալն է դիվերսիֆիկացիա։ Սեփական ոտքին կրակել կլինի, որ ասես մենք հրաժարվում ենք ռուսական ցորենից։ Այն, որ Հայաստանից հետաքրքրված են Ուկրաինայից ցորեն առնելուն, դա փաստ է։ Սա քաղաքական ակցիա է։ Գործել է զանգ։ Ապշերոնում նստած անձնավորությունը ասել է լավ թողեք։ Մի հատ եթե այստեղ ենք արել ցորենի գործարք, մի հատ պետք է արևմուտքի հետ ցորենի գործարք անենք։ Մենք միշտ Ղազախստանից առնում ենք Ռուսաստանով, ինչ տարբերություն։ ԵԱՏՄ շուկայից մենք միշտ ցորենը առնում էինք։ ԵԱՏՄ շուկայից դուրս գալն է դիվերսիֆիկացիա։ Հացահատիկի պաշարների ապահովումը ցանկացած երկրում ազգային անվտանգության խնդիր է համարվում, առավել ևս Հայաստանում, որը դեռևս դուրս չի եկել տրանսպորտային շրջափակումից։ Կարող ենք արդյոք հույս կապել ցորենի միայն մեկ մատակարարի հետ, թե պարտադիր է դիվերսիֆիկացնել ներմուծման ուղիները, արժի Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրել, թե դա վտանգավոր է։ Ուկրաինայից հաց գնելը քաղաքական հետևանքներ կունենա, թե ոչ։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկ հասցրած գնացքը բեկեց 35 տարի տևած տրանսպորտային շրջափակումը։ Բացվեց հնարավորությունների նոր պատուհան, բայց միաժամանակ առաջացան նոր խնդիրներ։ Ինչպես ենք դրանք լուծելու, այս թեմայի շուրջ այսօր կբանավիճեն տնտեսագետ Սուրեն Պարսյանն ու սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Նախ փորձենք հասկանանք, արդյոք տեղին է իսկապես խոսել շրջափակման բեկման մասին։ Կարծում եմ նման բարձրագույն բառեր պետք չի ասել, այո, շատ կարևոր է, որ Ադրբեջանի տարածքով մենք բեռներ են կարողացել տեղափոխել Վրաստան, այնուհետև Հայաստան, միջև այդ օրինակ նույն ձևով օրինակ գազը լա եղել, որ տեղափոխել ենք, օրինակ ռուսական գազը Ադրբեջանի տարածքով Վրաստան, այնպես Հայաստան է եկել, այսինքն դա նոր որպես այդպիսի երևույթ չի։ Հեղափոխության մասին խոսել է բառը։ Խնդրեմ։ Ձեր գնահատականը։ Ընդհանրապես ոչ, եւ խոսքը ոչ միայն ապրանքի կամ գազի մասին։ Մենք գիտենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել շատ կոնկրետ մեկ մարդու հրանգով։ Այսինքն սա ինստիտուցիոնալ տնտեսական մեխանիզմ չի գործել։ Գործել է զանգ։ Ապշերոնում նստած անձնավորությունը ասել է լավ թողեք։ Ահա, հիմա հիշենք, թե ինչ էր դրան նախորդել եւ ինչ է դրան կարող է հետևել։ Ուղիղ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում մի հայտարարություն արեց, ըստ որի Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Сегодня наступает, даже я бы сказал, наступил новый этап. Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել։ Վերջին ռազմական բախումներից ընդամենը 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ են ցուցաբերել։ Ալիևն այդ օրը բարձր էր գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը, քանի որ նրա խոսքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը վերջ դրեց երկարամյա հակամարտությանը։ Սահմանափակումների վերացմանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին խոսեց Թբիլիսիում, երբ Ադրբեջանի վարչապետի հետ մեկտեղ մասնակցում էր Մետաքսի ճանապարհ խորագրով 5-րդ համաժողովին։ Իսկապես մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, թե նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում եւ դա իրողություն է։ Տրանսպորտային կապերը դրանք արդեն ընդգծեցի, որ բերում են միասնական օգուտներ։ Մոտ 10 օր անց Ադրբեջանի տարածքի տարանցմամբ երկաթուղով Ռուսաստանից Հայաստան փոխադրվեց ցորենի առաջին խմբականակը։ Դա առաջին դեպքն էր վերջին 35 տարվա պատմության ընթացքում։ Ռուսաստանից երկաթուղով նաև Ադրբեջանի տարածքով Վրաստանից Հայաստան հասավ 15 վագոն, 1000 տոննա ցորենի ընդհանուր զանգվածով։ Ընդդիմությունը քննադատեց, նշելով ցորենի որակի նկատմամբ կասկածները, փոխադրման թափանցիկության բացակայությունը, տնտեսական հնարավոր ռիսկերը եւ Ադրբեջանի միջոցով կախվածության խորացման վտանգը։ Իշխողուժն էլ քայլը ներկայացրեց որպես ապաշրջափակման տնտեսական համագործակցության խթանման եւ տարածաշրջանային խաղաղության օրինակ։ Այսօր պատմական օր է, ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն, առաջիկա օրերին սպասում ենք նաև
ղազախական ցակման ծորենը, որը այս պահին Ադրբեջանի տարածքում է։ Օրեր անց Տավուշի մարզի այրում կայարան ժամանեց ղազախական շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված գնացքը, որն անցել էր Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Էֆեկտը եւ քաղաքական է, եւս մեկ անգամ ընդգծում է հաստատված խաղաղությունը, որը պետք է երկարաժամկետ լինի, եւ նաեւ ունի տնտեսական էֆեկտ, այն ավելի է կարճացնում նախ տեղափոխվող բեռի վրա ծախսվող ժամանակը, հետեւաբար նաեւ ֆինանսական ծախսերը։ Ընդհանուր առմամբ սա Ղազախստանի դեսպանի գնահատման պատմական իրադարձություն է։ В настоящее время отношения между Казахстаном и Арменией Ներկա պահին Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել։ Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է։ является ярким подтверждением этого. Մասնագետները այս փոխադրումները համարեցին պարենային անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար չափազանց կարևոր, իսկ տնտեսական առումով տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման հնարավորություն։ Եվ սա դրական ազդեցություն է ունենալու ապրանքի վերջնական գնի վրա։ Այս ընթացքում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Երևանի համբույրը վերնագրով զեկույց հրապարակեց, որում ասվում էր, թե քաղաքական պատճառներով Երևանը Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրություն ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս պնդմանը, նշեց հետևյալը. Պարոն վարչապետ, ծորենի հետ մի րոպե, գիտեք, էտով է հայտարարը, նախ ես սկզբունքս առաջի անգամ խախտում եմ եւ իմ չկարդացած բանը լուրը մեկնաբանում եմ, բայց ասում եմ դա էտել հազար ներողություն բացարձակ անհետեթություն։ Անհիմն հայտարարություններ են, արդեն խորհրդանի ամբիոնից կրկին նույն հարցին պատասխանելիս նշեց վարչապետը, հիշեցնելով, որ Ռուսաստանի նույն արտաքին հետախուզական ծառայությունը 2020 թվականի սեպտեմբերի 20-ին էլ բացառում էր էսկալացիայի հնարավոր վտանգը։ Փաշինյանին հակադարձեցին Մոսկվայից, նաև հայտարարելով, որ Ռուսաստանը կշարունակի Երևանի հետ զարգացնել եւ երկկողմ գործակցությունը եւ ինտեգրացիոն գործընթացները։ Մենք երկկողմ գործակցության օրակարգում ունենք բազմաթիվ հարցեր, հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի։ Իսկ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից ցորեն գնելուց, այս մասին անձամբ վարչապետը հայտարարեց, բայց նաև պնդեց, որ Հայաստանը կշարունակի այլ շուկաներ եւս փնտրել։ Ցորեն առնելը ամուսնություն է, հա, որ Էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես որչակա, տերես հնազանդ ես, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ է խնդրեմ, ես տենց չեմ կարող հասկանալ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտարարեցին, որ միջինում մեր երկիր է ներմուծվում շուրջ 300-ից 350 հազար տոննա ցորեն։ Հիմա բեռնաթափման ճանապարհն առավել կկարճանա։ Այլ ապրանքների դեպքում եւս մատակարարումները կրկին առավել արագ ու սահուն կիրականացվեն։ Երկուստ էլ համակարծիք եք, որպես հեղափոխական փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է, այնուամենայնիվ դրական երևույթ էր, սա թե ոչ, արդյոք այս դիվերսիֆիկացիայի փորձը ինչ-որ բան կփոխի Հայաստանի տնտեսության եւ քաղաքականության մեջ։ Համաձայն։ Ճիշտ ասած, դիվերսիֆիկացիա չեմ տեսնում, որովհետեւ եթե խոսքը վերաբերում է ռուսական ցորենը գնելուն, մենք հայ-ռուսական ցորենը գնում ենք, իդեպ այդ մարդկանցից մեկով պահանջում էր, որպեսզի վերստուգվի եղել եմ ես, բազմաթիվ անգամներ դիմել եմ, որպեսզի հասկանանք այդ ի վերջո ինչ է, դեռևս մինչև վերջ արդյունքները հետազոտության չեն հրապարակվել, ղազախականը գնահատվել։ Դիվերսիֆիկացիա ասելով նկատի ունենք այն, որ նաև Ղազախստանից է ձեռք բերվում։ Չէ, խնդիրը որն է, դիվերսիֆիկացիան երբ որ դու շուկան փոխում ես, եթե ինձ ասեին, որ չգիտեմ, հիմա մենք ակտիվորեն աշխատում ենք նաև մեր գործընկերների հետ, որպեսզի Ուկրաինայից բերվի բարձր կարգի եւ առաջի կարգի ցորեն, եթե այդ 300,000 տոննայից 150-ը, որ Ուկրաինան կարա տրամադրի, գա անդեղից, դա կլինի դիվերսիֆիկացիա։ Այս մի բան չեմ հասկանում, ինչի եթե Ուկրաինայից է գալիս դիվերսիֆիկացիա, իսկ եթե Ղազախստանից է գալիս դիվերսիֆիկացիա չի։ Որովհետեւ շուկան նույնն է։ Մենք միշտ Ղազախստանից առնում ենք Ռուսաստանով, ինչ տարբերություն։ ԵԱՏՄ շուկայից մենք միշտ ցորենը առնում էինք։ ԵԱՏՄ շուկայից դուրս գալն է դիվերսիֆիկացիա։ ԵԱՏՄ-ի մեջ մնալը, թե ղազախականը, թե չգիտեմ ինչ անը, ղրղզականը, թե ռուսականը, թե բելարուսականը, դա դիվերսիֆիկացիա չի, դա նույն շուկան է։ Մենք պետք է ուրիշ շուկա գնանք, ուրիշ արտադրանքի ստանդարտներ։
Օրինակ դուք ստանդարտները համաձայն այդ 16 թվականի ստանդարտն է, որը իրականում տեխնիկական պայմաններ է, ՏԵՈ է։ Բացում ես ստանդարտը կարդում ես, դու հասկանում ես, որ ինչ ասես կարանտակը հրանցնեն։ Դրա էլ մենք պետական ատյաններ ունենք, որ հետևեն։ Պետական ատյանները չեն զբաղվում, որովհետև ինչպես եւ դուք նշեցիք եւ մենք արդեն գիտենք, դա մասնավոր է։ Նախ մասնավորը ծորեն է առել սպիրտի համար Ղազախստանից։ Պետությունը ինչ կապ ունի այստեղ։ Մասնավորն է առել։ Ինքը մասնավորով կարա մասնավորով զանգի խնդրի Ադրբեջանի իր լավ ընկերներին, որ իրանք թողեն։ Մենք հիշում ենք 92 թվականին դեպքեր, երբ նույնիսկ լույս էին միացնում ու Ադրբեջանից ինքնաթիռներ էին գալի օղարկավորության մասնակցելու։ Հասկանալ է, ձեր կարծիքը խնդրեմ մեկնաբանեք։ Նախ սկսենք նրանից, որ այս հարցը պետք է բաժանենք երկու մասի։ Մեկը ծորենի դիվերսիֆիկացիա, մյուսը ճանապարհների ապաշրջափակ։ Ծորենի դիվերսիֆիկացման մասով մենք ունենք բավականին լուրջ խնդիր, որովհետև 2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո մենք ամբողջությամբ այսպես 100%-ով սկսեցինք կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Նախկինը մոտ 10-15%-ի չափով մենք ներկրում ենք նաև Ուկրաինայից։ Հիմա հրաժարվել ենք այդ հնարավորությունից։ Ուղղակի լոգիստիկ շղթաներ խախտվել, թե քաղաքական որոշում է։ Չէ, լոգիստիկայի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, ապահովագրության հետ կապված հարցեր կա, տրանսպորտն է թանկացել, բազմաթիվ հարցեր կա։ Հիշեցնեմ նույն Ուկրաինան օրինակ Թուրքիայի հետ այսպես ծորենի գործարք էր անում ՄԱԳ-ի խավորությամբ, այսպես ասած, բայց Հայաստանը չկարողացավ այդ process-ի մասնակցել, այո, չմտավ։ Միգուցե կարող է, չեմ կարող ասել, բայց այս պահին մենք Ուկրաինայից չեն կարողանում ներկրենք։ Կարողանում ենք, չենք անում։ Այս պահին տրանսպորտային ծախսերի ապահովագրության եւ նման հետ հակապված բավական լուրջ խնդիրներ կան։ Ունենք, խնդիր։ Դա հարցեր են։ Իսկ ինչ վերաբերում, սա ծորենի մաս, այսինքն մենք պետք է փորձենք մեր շուկան դիվերսիֆիկացնել։ Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացումը համարում նաեւ Ղազախստանից եկող ծորենը, Ղրղստանից եկող ծորենը, Բելարուսիայից եկող ծորենը։ Մենք չպետք է կենտրոնանանք տնտեսական գոտու վրա, այլ պետք է կենտրոնանանք գների վրա, եւ նաեւ շատ կարեւոր է այստեղ երկրների տարբեր քաղաքականությունները։ Ես հեռու եմ այն մտքից, որ ԵԱՏՄ երկրների միասնական տնտեսական կամ դիվանագիտական քաղաքականություն են վարում, մեկը իշավն է փորձում այս տարածաշրջանում լուծի։ Բայց բոլորը գալիս է Ռուսաստանով։ Այո, բայց կա տարբերակ, օրինակ Ղազախստանը կարող է Կասպից ծովով նույն այդ process-ը կարող է իրականացնել։ Դա հնարավորություն է։ Այսինքն մենք պետք է կարևորենք այլ երկրից, բացի Ռուսաստան, թեկուզ ԵԱՏՄ երկրից ներկրումը, եւ դա մեր պարենային անվտանգության կախվածության մասով հարցեր կարա լուծի։ Մեր տարածաշրջանի բոլոր երկրները Ռուսաստանից ներկրում են ծորեն։ Իրանն էլ, Թուրքիան էլ, Վրաստանն էլ, Ադրբեջանն էլ նույնիսկ ծորեն են ներկրում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ռուսական ծորենը մրցունակ ապրանք է։ Սեփական ոտքին կրակել կլինի, որ ասես մենք հրաժարվում ենք ռուսական ծորենից։ Սա պետք է ճիշտ հասկանանք, այսինքն զուտ տնտեսական տրամաբանությունից ելնելով առանց մի կողմ դնելով քաղաքական տարբեր հաշվարկներն ու զգացմունքները։ Սա մի հարց։ Երկրորդ հարցը խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը։ Այո, Հայաստանին շատ կարևոր է ունենալ այլընտրանքային ճանապարհներ ներկրման մասով։ Նույն ծորենը հիմա մենք բերում ենք օրինակ Փոթի նավահանգիստով, հա, նավը գնացքը բարձրացման նավ, հետո գալիս է Փոթից գալիս է մուլտիմոդալ եղանակով ենք իրականացնում։ Այդ նույն եղանակը մենք կարող ենք մյուս կողմից էլ իրականացնենք, հա, մեծ ցանկության դեպքում։ Այստեղ խնդիրը ոչ թե պետք է դնենք այսպես Ադրբեջանով ամեն գնով բերելու գաղափար, այլ տնտեսական նպատակահարմարությունը։ Գործող իշխանությունների դեպքում կարծես թե իրանք ամեն գնով ցույց են տալիս, որ կարող ենք տեսեք Ադրբեջանով բերել, բայց տնտեսական հաշվարկներ, հիմնավորումներ չկան։ Եթե թույլ տվեք մի կարճ ավելացնեմ, Փոթի Թբիլիսի Երևան երկաթուղին 600 կիլոմետր է, Բաքու Թբիլիսի Երևան 820 կիլոմետր, այսինքն 30% ավելի երկար։ Եթե թվերի մասին խոսեցիք, ես շարունակեմ այդ թեման, ես էլ որոշ թվերի այսպես հավաքագրեցի, Ակտաուից էր եկել այդ ծորենը, Ակտաուից Բաքու լաստանավով ընդամենը 380 կիլոմետր էր, բայց ինձ համար անհասկանալի պատճառով որոշեցին, որ պետք է երկաթգծով Ռուսաստանի տարածքով անցկացնել, եւ այդ դեպքում Ակտաուից Բաքու ճանապարհը եղավ արդեն 1500 կիլոմետր։ Կարող եք բացատրել պատճառը, ինչու էր դա Ռուսաստանի դիկտատի հետևանքն էր։ Դիկտատը չի, սա ԵԱՏՄ-ի պահանջն է, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս չգա, որ եթե ինքը մտավ Ադրբեջան, մտնելու է, չէ՞, ուշ չէ շուտ Ադրբեջան։ Այսինքն Ռուսաստանից որ Ադրբեջանը մտնում, Ռուսաստանը ունի ռազմավարական դաշինք Ադրբեջանի հետ, ապրանքների փոխադրման հետ կապված։ Ղազախստանը ծորեն վաճառում Ադրբեջանը։ Չէ, խնդիրը նրանում է, որ Հայաստանը ռեալ պետք է իմանա, որ եթե ինքը առնա ծորեն,
Ղազախստանից, Ղրղստանից, Բելարուսից կամ Ռուսաստանից ինքը պետք է գնա ոնց որ ասում են նա պակլոն բունկերում նստած ռազմական հանցագործին։ Լավ, իսկ ի՞նչն է խանգարում հասնել դրան, որպեսզի իսկապես Ակտաուից Բաքու լաստանավով հասնի ինքնարժեքում 15% նվազի գինը։ ԵԱՏՄ-ն։ Դուք վստահ եք, որ ԵԱՏՄ-ն այստեղ թելադրում է պարզապես։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ եւ ամեն ինչը օգտագործում է իշա իրան, որպեսզի Հայաստանը պայի փակ բանով։ Նորից վերադառնանք այդ ճանապարհներին, հա։ Հայաստանից դեպի արևելք ես վաղուց չեմ կարողանում ինձ չգիտեմ, համոզեմ, որ տրամաբանական հիմնավորում կա, որ Ադրբեջանով դեպի Ռուսաստան ճանապարհը դա ինչ որ կերպ Հայաստանին ձեռնտու ճանապարհ է։ Իսկ Չինաստան։ Ինչ Չինաստան։ Ադրբեջանով դեպի Չինաստան։ Ադրբեջանով դեպի Չինաստան եւս որևիցե կապ չունի ինքը բանի հետ, որովհետեւ մենք եթե Չինաստանը ձեզ պետք դուք կարաք Չինաստան դուրս գաք Հնդկական օվկիանոս։ Եկեք Չինաստանից Հայաստան վերադառնանք։ Թողենք այդ Չինաստանի հարցը, որովհետեւ Չինաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք դե բարդ պատմություն է, եկեք չսկսենք դրա մասին։ Դեպի Ադրբեջան մեր ճանապարհը, որը դուրս է գալի Ռուսաստան, միևնույնն է։ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է։ Դուք ուզեք, չուզեք, դուք հայտնվելու եք Ռուսաստանում։ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, երկակի նշանակության ապրանքներ, Չինաստանի կողմից սահմանափակումներ, ռուսական ապրանքի։ Այս բոլորը ազդելու է, դուք չեք կարողանալու բերեք։ Կարողանալու են Ղազախստանից ապրանք բերել շրջանցելով Ռուսաստանը։ Կարծում եմ կարող են, դա ուղղակի կազմակերպական լոգիստիկայի հարցեր են, որոնք պետք է կարողանան կարգավորեն, բայց նույնիսկ այդ կարգավորման պարագայում չի կարող ղազախական տրանսպորտային ծախսեր ավելի քիչ լինի կամ Ռուսաստանից եկող։ Այսինքն մենք պետք է այս ամենին նայենք զուտ թվերի լեզվով։ Թվերը ասում են, որ Ռուսաստանի նավահանգիստից Փոթի եւ Ակտաուից Բաքու, նույնիսկ եթե հավասար լինեն ծախսերը տրանսպորտային, բայց բանի միայն երկաթուղով Փոթից Երևան եւ Բաքվից Երևան թանկ է տրանսպորտը։ Դա կարող ես օգտագործես երկրորդ, երրորդ, այսպես տարբերակ։ Մենք կարող ենք հիմա էլ Իրանից ցորեն բերել, օրինակ, ռուսական ցորենը տեղափոխենք Իրան, հա տեսական առումով, հա, Էնզելից բերենք հասցնենք ստեղ։ Տեսա, մենք արել ենք նաև Արցախյան պատերազմի ժամանակ նման այսպես մատակարարումներ են կարել եղանակ, բայց դրա տնտեսական նպատակահարմարությունը պետք է հասկանանք։ Դա տնտեսապես նպատակահարմար չի, ծախսատարա, քան այս տարբերակը։ Այստեղ ավելի շատ քաղաքական նպատակ էր հետապնդում իշխանությունները, ցույց տալով, որ մենք խաղաղության օրակարգը զարգացնում ենք, մեր այսպես պայմանագիրը հետևանքներ է բերում, տեսեք ժողովուրդ, կամաց այսպես անվտանգություն ենք բերում։ Սա տնտեսական գործարք չէ, սա քաղաքական ակցիա էր, որպես այդպեսին։ Նույնիսկ նրանք հայտարարեցին, որ ցորենի գինը կիշնի, հացի գինը կիշնի, հացի գինը։ Նրանք հայտարարեցին, այն դեպքում հետո պարզեց, որ դա հացի այլուր չի, հա, հացի ցորեն չի։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ սա քաղաքական հայտարարություններ են, քաղաքական ակցիա է։ Մենք պետք է այս երևույթին ամեն ինչին ճիշտ փորձենք գնահատական տանք։ Չպետք է անգնենք ծայրահեղության մեջ։ Կա հնարավորություն, Հայաստանը պետք է օգտագործի իր տարածքների ապաշրջափակման այդ բոլոր հնարավորությունները։ Այդ դա Հայաստանի արդյունավետությունը բեռնափոխադրման մասով կավելանա, եթե այդ ցորենը ոչ թե Վրաստանով գա, այլ ուղիղ գա, Ադրբեջան, Հայաստան գա, օրինակ Ղազախով գա, օրինակի համար։ Այդ դեպքում կասենք որոշակի տնտեսական արդյունավետություն կա կամ որոշակի տնտեսական հիմքեր կա։ Իսկ ընդհանրապես պարենային եւ ընդհանրապես ազգային անվտանգության տեսակետից որքանով է ճիշտ վստահել, որ կարևորագույն այդ լոգիստիկ ուղին անցնի մի երկրի տարածքով, որը Հայաստանի Հանրապետությունը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Եկեք սկսենք, որ այո, իհարկե դուք ճիշտ եք, եւ ադրբեջանական ռետորաբանությունը Ալիևի մակարդակով ժամանակ առ ժամանակ եւ Ադրբեջանի օրինակ դասագրքերի պարունակությունը եւ սերունդները, որոնք դաստիարակվում են, դրանք կարդինալ տարբերվում են իրարից։ Այնտեղ սերունդներ են դաստիարակվում հայատյացության մեջ։ Եվ Հայաստանը ոչ միայն կախող, ես ինչեմ ասում, որ այդ ճանապարհը ոչ մի բան չի, իմը ցանկացած տնտեսվարող, որը հույս կդնի այդ ճանապարհի վրա, նույնիսկ Ղազախստան, ինքը միշտ կախված է մնալու մի վիճակից։ Եթե խոսքը վերաբերում է նրանց, որ 22 թվականից ռուսական այդ ագրեսիվ պատերազմից հետո Ուկրաինայից գալացող ցորենը կար խնդիր, ինշուրենս ապահովագրական ընկերությունները, բաները, նույն բանը լինելու է այստեղ։ Ով է ապահովագրելու Ադրբեջանով գալացողը, եթե ինքը ինստիտուցիոնալ չի։ Դու ինչ որ մեկը երևի ապահովագրել է, որ եկել է, չէ։ Առանց դրա հնարավոր չի։ Չէ, եկել է Ռուսաստան, Ռուսաստանն է ապահովագրել։ Ադրբեջանով անցել է, ինչ որ մեկի կողմից ապահովագրված եղել է։
Ռուսաստանը ինչ ա, Ռուսաստանը վերցրել է ակտավից բեռը եւ այդ բեռը մտել է որպես ԵԱՏՄ ապրանք Ռուսաստանից Ադրբեջան։ Ռուսաստանը ապահովագրել է, եթե դուք ուզենաք Ադրբեջանով բերեք չինական ապրանք, ով է ապահովագրելու Ադրբեջանի տարածքում, որտեղ մենք իրականում խաղաղության պայմանագիր չունենք։ Մենք ունենք խաղաղություն, մարդը իրականում վարչապետը շփոթում է կոնֆլիկտի առկայությունը եւ խաղաղությունը։ Խաղաղությունը դա իրավաբանական գործարք է, փաստաթուղթ է։ Այս փաստաթղթի հիման վրա գործողություն է։ Հիմա եթե դուք գնաք փորձեք ուղիղ օտարերկրյա ներդրում բերեք Հայաստան, Հայաստանը բոլոր աշխարհի բոլոր բաներում, շտեմարաններում ֆիքսված է որպես երկիր, որը ունի չավարտված պատերազմ եւ սահմանային խնդիրներ։ Դուք վարչապետի խոսքերի վրա չեն հիմնվում, փաստաթղթերի վրա են հիմնվում։ Մարդ, որ ուզենա 15 տարվա ներդրում անի, ինքը ինչ ասել է ձեր վարչապետը ասել է պրոբլեմ չունի։ Լավ, Կարեն, Ալիևը որոշել է, որ Ադրբեջանի շահերից բխում է Հայաստանին այդպիսի հնարավորություն տալը։ Նո։ Մեզ դա պետք է մտավախեցնի, թե չէ։ Եթե Ալիևը մի բան համարում է, որ Ադրբեջանի շահերից բխում է, արդյոք դա նշանակում է, որ մեր շահերին հակասում է, թե միգուցե այս հարցում համընկնում են մեր շահերը։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալի։ Եթե մի բան բխում է Ադրբեջանի շահերից, ինքը մեզ պետք է մտածելու տեղ տա, այսինքն որ դրանք վերլուծենք։ Չի բացառում, որ կան բաներ, որոնք իրանց շահերից բխում են, մեզ անմիջական վնաս չեն հասցնում։ Օրինակ, եթե Ալիևը որոշի, որ ինքը վաղը պետք է հարձակվի միաժամանակ Ռուսաստանի վրա եւ Պարսկաստանի վրա, ես ուղղակի կանգնած ծափ կտամ, նույնիսկ կօգնեմ եւ փամփուշտ կվաճառեմ, որովհետեւ գիտեմ, որ կճռեն կվերջացնեն։ Հարցը չի զգուշ լինենք նման հայտարարություն անելիս իհարկե։ Տեսեք, եթե խոսքը վերաբերում է նրան, որ Ալիևը թույլ է տվել, որ այս բեռը գա, պետք չի վախենալ, պետք է հասկանալ, որ 100 տոննա ցորեն է եկել, 100 տոննա անդեղից 1000 տոննա անդեղից, այն մեկը ինչքան էր։ Մի այդքան էլ են 2000 տոննա ցորեն է եկել, լավ, օքեյ, այս 2000 տոննա ցորենի համար այսքան կռիվ արեցինք, ընդ որում մեկը կոմբիկեր էր կամ արաղի բան, այսինքն ուտելու ցորեն չէր, ոչ մի վախենալու բան չկա, ոչ մի թեմա չկա խոսալու։ Մենք չենք խոսում ճանապարհների շրջափակման մասին, որովհետև մենք ոչ թե Ղազախով մտանք Կիրանցի կողքով, մտանք Թովուզ Ադրբեջանի տարածք գնացինք, այլ եկավ Վրաստանով, մեծ հաշվով Հայաստանի համար ապրանքը մտավ Վրաստանից։ Ոնց որ եւ Ադրբեջանի համար ապրանքը չմտավ Ղազախստանից, ապրանքը մտավ Ռուսաստանից։ Պետք է սա հասկանալ, հա, ծագումը ղազախական է, բայց շատ ապրանքներ կան, որոնք նոր զելանդական ծագում ունեն, օրինակ անկոր կարագը, բայց որը եւս մտնում է Վրաստանով մեզ համար։ Այս մեզ մոտը տեղ է ֆիքսում, չէ՞, Վրաստանով է գալի։ Մենք ոյ ծագումը որ նա ով գիտի կամ ինչներից հասկանալ է։ Սուրեն, իսկ դուք կարծում եք, որ իսկապես եթե Ալիևը համարում է, որ Ադրբեջանի շահերին համապատասխանում է, ուրեմն մեր շահերին պետք է հակասի, թե իսկապես մի համընկնելու հնարավորություն կա։ Ըստ իս, սա ավելի նորից կրկնեմ, սա քաղաքական այսպես գործարք էր, ոչ թե տնտեսական, մենք պետք է տնտեսական տրամաբանության մոտիկ անանք։ Այս գործարքի հիմնական հիմքում նաև ընկած էր Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների այսպես լավացումը վերջի շրջանում։ Հաշվի առնելով, այո, լավացումը եւ պետք է Ադրբեջանը ինչ-որ մի թրիփից հետո մի հատ մեսիջ անի ազդակ ուղարկել նաեւ Ռուսաստան, որ տեսեք մենք նաեւ ձեր հետ ենք պատրաստ ապաշրջափակման օրակարգի շրջանակներում համագործակցել։ Մենք պետք է այդ տրամաբանությամբ նայենք։ Ադրբեջանը շատ լավ աշխատում է բոլոր կենտրոնների հետ, եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի, եւ իր առավելությունը հենց դրանում է կան։ Մենք պետք է փորձենք բոլոր կենտրոնների հետ աշխատենք, առանց նայելու, որ ԵԱՏՄ-ը, Արևմուտքը, Չինաստանը, Հնդկաստանը, այս է խնդիրը։ Մենք պետք է ասենք, սա ղազախական ցորեն է, ուրեմն մենք վատ պետք է տրամադրվենք դրա նկատմամբ։ Բոլոր կենտրոնների հետ պետք է աշխատենք։ Կարելի է այստեղ մի բան ավելացնեմ։ Սիրո։ Այստեղ խնդիրը հետեւյալն է։ Մեզ մոտ ինչ որ այլասերվածություն կա այս դիվերսիֆիկացման պատմության մեջ, երբ որ խոսում են, հիշում եք Ռոբերտ Քոչարյանը ասում էր կոմպլեմենտար քաղաքականություն, հետո էլի Սերժ Սարգսյանը ուրիշ բաներ են արել, հիմա բալանսավորված քաղաքականություն այ այլն։ Պրոբլեմը նրանում է, որ մտնելով ԵԱՏՄ կամ ԱՊՀ կամ ինչ որ գտնվելով ռուսական այդ բաների մեջ եւ ամբողջությամբ սահմանափակելով օրենսդրությունը, ստանդարտները, բաները ռուսական պահանջներով, մեկ էլ Հայաստանի ղեկավարությունը ասում է, դե եկեք դիվերսիֆիկացնենք։ Դու ո՞նց ես դիվերսիֆիկացնելու, եթե դու ամբողջությամբ գտնվում ես ԵԱՏՄ-ի մաքսային օրենսդրության մեջ։ Մենք վերջի 4 տարվա մեջ, ինձ թվում է այս տարին էլ որ գումար ենք, կպարզվի, որ մենք 1 միլիարդ ավել գումար դոլար
ավել գումար են ԳԱՏՄ փոխանցել, կան ստացել են։ Մեզ մոտ բնակչությունը այդ տարիֆների պատճառով զգալիորեն ավելի շատ է վճարում են ապրանքների համար, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Իրանք արտադրվում են ինչ-որ մի տեղ Ռուսաստանում, չգիտեմ, Սիկտիվկարի լուծկու գործարանում, օրինակ։ Մենք լուծկի չենք արտադրում, բայց պայմանական եմ ասում, հա, ինչ-որ պայմանական լուծկու համար, որը դու բերում ես Հայաստան, որը իմաստ չունի դու տարիֆ տնես իրա վրա, դու չես արտադրում, քո արտադրողին վնաս չի այդ լուծկին, որ եկավ։ Այդ ապրանքը, որ գալի մտնում է ԵԱՏՄ տարածք, դու ինչ-որ հավելալ բաներ ես դնում, սահմանափակ։ Բայց նաև արտոնություններ էլ ես ստանում, չէ՞ դրա դինար։ Ինչ արտոնություն։ Այ դրան եմ ես ուզում գամ։ Նախկինում ենք մաքսատուրք ունեցել։ Նախկինում ենք մաքսատուրք։ Էլի եմ ասում, մաքսատուրք են ունեցել այն տրամաբանությամբ, որը Հայաստանին է ձեռնտու։ Այո։ Իսկ հիմա Հայաստանին չի ձեռնտու։ Ձեռնտու է ԵԱՏՄ-ի ամենախոշոր տնտեսությանը, դրանով է պայմանավորված։ Նա տեսեք, մի բան ստեղ ավելացնեմ Ռուսաստանի հետ կապված։ Ուրեմն այս տարվա գարնան սկզբից Ռուսաստանի ցորենի արտադրողները ուղակի լացում են եւ ողբում են, որովհետեւ հացահատիկի սերմը, որ իրանք առնում էին Կանադայից եւ ԱՄՆ-ից սահմանափակվել է, իրենց մոտ 40%-ով անկում է տեղի ունեցել բաների, որակի, արտադրության, մշակման եւ այլն։ Ղազախստանի հետ։ Այսինքն, ինչպես Ղազախստանում այդ խնդիրները, Ռուսաստանում, չէ, Ռուսաստանում հաստատ, Ռուսաստանում բան չկա, ես ղազախական բաներին չեմ հետև։ Ռուսաստանում խնդրեմ է, հիմա հարց։ Լավ, ինչ ենք մենք Ռուսաստանից, ինչ ենք մնում կախված Ռուսաստանից, որովհետև ցորեն չենք մնում, հենա փորձում ենք դիվերսիֆիկացնել։ Ղազախստանը դա դիվերսիֆիկացում չի, դա նույն ԵԱՏՄ-ն է։ Հասկացա ձեր կարծիքը։ Տեսեք, հիմա այստեղ հնչում են երկու հեղինակավոր փորձագետների գնահատականներն ու կարծիքները։ Ես առաջարկում եմ տեսնենք նաև թե ինչ են սովորական մարդիկ մտածում։ Տնտեսական առումով կարծում եմ լավ է, բայց հենց միայն այն, որ Ադրբեջանով է գալիս, կարծում եմ պետք է քննարկվի ավելի բարձր մակարդակներով։ Դե հիմա աշխատում է, այդ ուղին կաշխատի, չի, բայց քանի աշխատում է, ինչու՞ չէ։ Այն բառը, որ Ադրբեջանի հետ է կախված, ամեն ինչ էլ սպառնալիք է Հայաստանի համար։ Շատ հրաշալի բան է։ Ձևականություն։ Это было решением։ Այլընտրանք հավանաբար։ Ճանապարհները բաց լինելը իհարկե օգուտ է։ Ցուցադրական ինչ որ բան։ Տեսեք, բացել ենք։ Չնայած Ադրբեջանից չի եկել մեզ մոտ, Վրաստանից է եկել։ Կարծիքով դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիան կլինի, որ նրանք Ուկրաինայից բերեին։ Եթե Ռուսաստանը չխանգարի, ինձ թվում է բոլոր երկրները, բոլոր ժողովուրդները ուզում են բարի դերացիական հարաբերություններ։ Պետք է բերվելա գրեթե նույն ճանապարհով, վերջնական էլ նույն Վրաստանից է մտեն։ Ես կգերադասեի, որ մեր երկրում գյուղատնտեսությունը զարգացնեն, հույսը չդնեն սրա նրա բերած բեռների վրա։ Դա անվտանգություն չի ըստ ինձ։ Ադրբեջանը ոչ մի բան հենց այնպես չի անում։ Ինքը չի թողել, ինքը իր երկրը կա, մեր սա Հայաստանն ալ ուզում է եւ են բգալի։ Մեր երկրում շատերը կան, որ վատը տեսնում են, մի հատ վատը տեսնում են, բայց 1000 լավը չեն ուզում տեսնել։ Ես անձամբ շատ անհանգիստ եմ։ Ցորենա տարբեր որակի, տարբեր սորթերի։ Հիմա ցորեն չէր լինի, գարի կլիներ, բան չունեմ ասելու, դա ինձ թվում է այդքան էական չի։ Ու տողը հաստատ ուտի էլ է։ Բերողը գիտի ինչա բերում, հացի համար է բերում կամ չգիտեմ, հավին կերակրելու։ Եթե գինը բավարարում է, որպեսզի դա ավելի էկոնոմիչնի լինի, որ խոզը դրանով սնվի, էլի վատ չի։ Բայց եթե առաջի կարգի փոխարեն գնով բերում են 4-ը, դա արդեն խնդիր է։ Ես գտնում եմ, что с Азербайджаном дела не надо иметь։ Իրենց դավացքից երբ որ անցնում է, չգիտես, ճանապարհին ինչ կարա լինի, ճիշտ է ինքը տրանզիտ է, բայց չգիտես, նորեն չգիտես, ճշտամու դավացքից է։ Այդպես որ Ադրբեջանի հետ ավելի լավ է մի քիչ հեռու մնանք։ Մենք ենք որ ձերքերս բարձել ենք, ասել ենք էստի համեցեք։ Մի հատ էլ բոլորին հարց ու փորձ արեք։ 90%-ը դժգոհ են։ Հիանալի, ես ուղղակի հիացած եմ։ Մեր կառավարության ցանկացած քայլով։ Եվ իհարկե նորմալ քաղաքացիներ այդ բոլորը հասկանում են։ Սա փորձնական ինչ-որ բան է ըստ ինձ։ Գուցե դա հիմա իրանց պետք է, գուցե մեր իշխանություններին է հիմա պետք։ Դե մենք դնում այդ ճանապարհից ինչ որ կա մեզի պետք չի։ Եթե դա իրոք տենց բերելու է խաղաղության, հանգստության, դրա դիմաց ոչինչ չի պահանջվի, որ ավելի կարևոր է։ Այդ դեպքում Այլընտրանք է եւ հնարավորություն իհարկե։ Բայց ախր թուրքերի հետ գործ ունենք, լավ էլի ժողովուրդ։ Եթե մարդիկ այսօր դժգոհում են խաղաղությունից, ուրեմն իրենց ներսում պատերազմ կա դեռ։ Թող իրենք մտածեն իրենց խաղաղության մասին ու վերացնեն այդ պատերազմները, որ իրենց էլ է խանգարում։
Սուրեն, կուզեք մեկնաբանել հնչած կարծիքները։ Կարծում եմ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ իշխանությունների կատարած քաղաքական ակցիան տեղ է հասել եւ մարդկանց մոտ դրական սպասում առաջացել է, որ խաղաղությունը մոտենում է, բացասական կարծիքներ էլ հնչեցին։ Այո, բայց ընդհանուր կարող ենք ասել այդ տրամաբանությունը, բացասական կարծիքը կա պայմանավորված, որ Ադրբեջանն է դեռ վերջնական կոնֆլիկտը չի լուծվել, այս տրամաբանության մեջ է։ Եվ նաև ուշադրություն դարձրեք նաև մեր ժողովրդի մեծ մասը այս հարցերին նայում են զգացական մակարդակով։ Մենք չպետք է փորձենք այս հարցերին նայենք նույնպես զգացական մակարդակով, հատկապես պետական այրերը կամ փորձագետները, որովհետև հակառակ դեպքում մենք չենք կարող առաջնորդել մեր ժողովրդին։ Մենք դժվար վիճակում ենք, շրջապատված ենք թշնամիներով, թշնամիների հետ պետք է կարողանանք ժամանակ շահենք, ինչ-որ X ժամանակ, որ կարողանանք վերականգնել մեր ուժերը։ Այո, շատ հարցերում կարող ենք արժանապատվության նաև խնդիրներ ունենալ եւ այլն, բայց պետք է հասկանանք, որ այս իրավիճակում մենք ժամանակի խնդիր ունենք։ Մենք պետք է շատ երեխա ունենանք, ժողովրդագրական խնդիրները լուծենք, որ երկարաժամկետ այս տարածաշրջանում մնանք։ Մենք չպետք է ապրենք հանուն Փաշինյանի, հանուն սրա, հանունները, հանուն։ Մենք պետք է ապրենք մեր հողի վրա։ Մտածենք ինչպես ենք ապրել։ Վերադառնանք հացին։ Ձեր գնահատականը հնչած կարծիքների։ Դե գիտեք, շատ տենց ցինիկ, ռացիոնալ մտածելակերպ, ինչը նորմալ է ազգի համար, որը 5 տարվա մեջ 2 պատերազմ տեսավ, ու երկուսի արդյունքներն էլ բավարար չէին։ Այսինքն շատ նորմալ բաշխվածություն է, կա ազգայական պահ, իհարկե, որովհետև պատերազմ է, որովհետև մարդ կա, երեխա է կորցրել, անան կորցրել, այդքան հողատարածք եւ այլն։ Բայց խնդիրը հետեւյալն է, ես համաձայն չեմ, որ կոլեգայի հետ, որ տեղ է հասել այդ խաղաղության խոսույթը։ Խաղաղության խոսույթի մասին մենք երկու հոգի խոսեցինք։ Մնացածը խոսում են նրա մասին, դե որ ճանապարհը բացվել է, ոչ մեկ չի կապում այդ ճանապարհը խաղաղության հետ։ Դա անմիջականորեն պատճառահետևանքային կապը խախտված է այնտեղ։ Ճանապարհը բացվել է, գրեթե բոլորը հասկանում են, հա։ Ինչ վերաբերում է գլոբալին, ես շատ վաղուց համոզվել եմ, որ մեր ազգը շատ ավելի ռացիոնալ է, քան մենք իրան ուզում ենք ներկայացնենք կամ փորձում ենք այդ իրան պատկերացնելով քաղաքական կամ հասարակական գործունեություն ծավալել։ Այսինքն շատ ավելի բան են, էլի։ Հիմա խոսենք դիվերսիֆիկացիայի հաջորդ քայլի, հնարավոր քայլի մասին, որը կարծես թե ինչ որտեղ արդեն ուրվագծվում եք, համենայն դեպս Ռուսաստանի հատուկ ծառայությունները վստահ են, որ Հայաստանի հաջորդ քայլը լինելու է Ուկրաինայից հացահատիկի գնումը։ Ինչ եք կարծում այդ մասին Սուրեն։ Այդ տեղեկատվությունը ճիշտ ասած չեմ կարող ես ոչ հաստատել, ոչ հերկել, նման ինֆորմացիա չունեմ։ Հայաստանի պարագայում ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է այսպես արևմուտքի հետ եւս որոշակի քաղաքական process-ների մեջ մտնել։ Այս Ռուսաստանից եկող ցորենը չէր կարող իրականացվել առանց Ռուսաստանի խավորության։ Հիմա այսպես իշխանության գործելավոճը ինքը մի հատ փորձում է նման մի հատ պրոյեկտ կա, խավորություն անի այն ուղղությամբ։ Իրենց տրամաբանությունը դա է հուշում։ Կարող է տեսականորեն լինել։ Իրենք չեն մտածում, որ դրանք կարող են իրար այսպես խնդիրներ առաջացնեն, հա, իրար կարող են վնասել։ Իրանք այդ տրամաբան, մի հատ եթե այստեղ են կարը ցորենի գործարք, մի հատ պետք է արևմուտքի հետ ցորենի գործարք անեն։ Ու մեջ հնարավոր է, որ իրանք անեն այդ ցորենի գործարքը։ Այո, շատ մեծ հնարավորություն կա։ Դուք դրան դեմ կլինեք։ Դիվերսիֆիկացիայի տեսանկյունից ոչ, տնտեսական տրամաբանություն։ Որպես տնտեսագետ։ Որպես տնտեսագետ ոչ իհարկե։ Դա մեզ դիվերսիֆիկացիա է մեզ պետք, որ ուկրաինական ցորենը եւս մի քանի անգամ որակով ավելի լավն է, քան ղազախական ցորենը։ Դրա մասին չի խոսքը։ Բայց ուկրաինական ցորենի, նույնիսկ ուկրաինական ցորենը այնքան էժան էր, որ եվրոպացի այսպես ֆերմերներն էին բողոքում, որ հենց խնդիր էին առաջացնում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը այդ դեպքում ինչպես է պնդում, որ ուկրաինական ցորենը շատ ավելի թանկ է, որ եվրոպացիներից պետք է կոմպենսացիա խնդրենք դրա տարբերության համար։ Ես ձեզ ասեմ մի հատ շատ հետաքրքիր բան, զուտ ներողություն, զուտ ցորենը թանկ չի, բայց տեղափոխումն է թանկ։ Այսինքն դրան պետք է ուշադրություն դարձնել։ Իրականում այդ ցորենի միջանցքը որ կար, իրանք որ սև ծովով պետք է անցներ եւ գնար, ինչ որ մի պահ բացվեց, մի պահ փակվեց եւ ամեն անգամ երբ փակվում է, այսինքն երբ ռուսական ռազմական օդանավերը գալիս են վրայով անցնում են, որը որ պոտենցիալ այդ բանն է, ճանապարհն է, որը Օդեսայից տանում է դեպի
Կոնստանտինոպոլս։ Իրանք Պոլս իմ համար Պոլսն է, ձեզ համար կարող է Ստամբուլն է։ Իրանք հայտարարում են, որ ինքը հիմա վերջ, էլ վсё թանկացավ, փակում ենք։ Հիմա ինչ վերաբերում է Ուկրաինային, ես սպագովաշ չլինի, ես անձամբ հիմա զբաղվում եմ նրանով, որ մասնավորներին Հայաստանի, ովքեր ներկրում են ծորեն եւ ուզում են ներկրեն ծորեն, ինչպես նաեւ լոգիստիկ տրանսպորտային ընկերություններին կապում եմ ուկրաինական համապատասխան բաների հետ։ Համագործակցում ենք թե ուկրաինական կողմի վրա, մեր հայրենակիցների կամ մեր ընկերների հետ եւ թե դեսպանատան մակարդակով այդ ամեն ինչի հիմա արվում է։ Հիմա տեսեք, Դմիտրի Մեդվեդևը ասում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տեղեկությունները սխալ չեն լինում։ Այսինքն դուք պնդում եք, որ իրենց տեղեկությունները սխալ են, տեղեկություններն այն մասին, որ ուկրաինական հացահատիկը ավելի թանկ է լինելու Հայաստանի համար, քան ռուսական։ Ինքը երևի նկատի ունի, որ իրանք կնենց կանեն, որ Հայաստանի վրա թանկ կնստի դա։ Երևի օրինակ կանչեն Նիկոլ Փաշինյանին, կասեն գլխակտուր, առանց գլխարկի գնա կամ մեծանվի ակերը կծակեն։ Դրա համար ավելի թանկ կնստի։ Բայց այն որ ուկրաինական ծորենը, որը որ եթե ամեն ինչ նորմալ լինի, որ գա Հայաստան, ինքը հաստատ ավելի թանկ չի լինելու այդ ճանապարհների բաների հետ կապված, ունենք այդ հնարավորությունը։ Այն որ Հայաստանից հետաքրքրված են Ուկրաինայից ծորեն առնելու, դա փաստ է։ Այն որ Ուկրաինայում հենց հիմա տեղի է ունենում մեծ ագրո ցուցահանդես, որին նաև այդ հարցը, ինչ որ չափով քննարկվի, դա էլ է փաստ։ Հիմա մենք այդ ամեն ինչը փորձում ենք անենք, այսինքն մենք աշխատում ենք, բայց նորից եմ ասում, սա մասնավորի թեմա է, հասարակական կոպիտ ասած նախաձեռնությունա, թե Հայաստանի, Ուկրաինայի կողմից իհարկե ոչ, որովհետև իրանց մոտ դա պետականացված է պատերազմա գնում, դու չես կարող Ուկրաինայից ոչինչ գնել եւ հանել առանց կառավարության թույլտվության։ Միակ պահանջը, որ Ուկրաինան ներկայացրել է, դա հայկական ընկերությունների պետրեգիստրի վկայականն է։ Ես ստեն նշեմ, որ այս պահին Ուկրաինան ծովային եղանակով ծորենի մեծ քանակությամբ արտահանումներ կամ ընդհանրապես ժամանակալինում արտահանումներ չի կատարի զուտ ռազմական գործողությունների պատճառով։ Այսինքն ռիսկային եք համարում նման գործարքը։ Ուրիշների հետ չի անում Ուկրաինան այս պահին։ Թուրքիայի հետ նույնիսկ այդ գործարքը չի կարող անել։ Իր ծորենը նրա մասին է, որ ինքը դուրս է գալի երկաթգծով գնում է կամ Կոնստանց կամ Բուրգաս, որտեղից Հայաստան կարող է։ Չէ, հիմա նայեք, խնդիրը այն է, որ հիմա ծորենը ինքը Ուկրաինան արտանում եղանակով, գնացքով կամ բեռնատարներով, այդ եղանակով։ Հիմա պատկերացրեք, այդ լոգիստիկան կազմակերպելը ինչքան մեծ տրանսպորտային ծախսերի մասին է խոսքը վերաբերում։ Այսինքն Բալկանյան թերակղզով, հետո Չէ, Բալկանյան թերակղզով չի։ Բա ուրիշ ո՞նց է պատկերացնում։ Սևծովով Կոնստանցայով։ Այսինքն պետք է մտցնեն Ռումինիա, չէ։ Հա, Ռումինիա, հետո այնտեղ Բալկաններ չեն էլի մի քիչ։ Լավ, Ռումինիան Բալկանյան թերակղզում չի գտնվում։ Լավ, հա։ Ռումինիայից հետո պետք է գա։ Այո, հենց այդ դրանով ճանապարհը բավական, այսինքն մենք իրանք բերել են Ռումինիա, հետո նավով տեղափոխեն Փոթի, Փոթիից գնացքով։ Ակնհայտ է, չէ, դա ավելի երկար է, քան Ռուսաստանից եկող ծորը։ Հետո ինչ, բայց առաջի կարգի ծորեն է։ Ռուսականն էլ է առաջի կարգի ծորեն։ Չէ, Ռուսաստանը առաջի կարգի ծորեն։ Ռուսաստանը ամեն կարգի ծորեն ունի, ամեն կարգի ծորեն ունի։ Արտահանում։ Լավ, տեսեք, իսկ եթե իսկապես Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տեղեկությունները ճիշտ են այն մասին, որ Եվրամիությունը պատրաստ է այդ հատուցել տարբերությունը գնի, մեզ համար դա ընդունելի տարբերակ պետք է լինի, թե ոչ։ Իմ կարծիքով դա երկարաժամկետ այսպես գործակ չի կարա լինի, եթե հատուցեն կարող է լինի 1-2 գործակ, ոնց որ ռուսական կողմը հատուցեց, ենթադրենք Ղազախական ծորենը իր տարածքով, այդպես երկաթուղով եկավ հասավ Հայաստան։ Ես վստահ եմ, երկաթուղու մասով ռուսական կողմը եւ ադրբեջանական կողմը ինչ որ այսպես բոնուսներ են արել կամ ինչ որ զեղչ են արել, որովհետեւ տնտեսական տրամաբանություն չուներ, հա, այդ ամեն ինչ անել։ Այսինքն դու կարող ես ակցիաներ անես, քաղաքական ակցիաներ անես։ Այո, Արևմուտքը կարող է 2 տարի քաղաքական ակցիա անի, օրինակ եմ ասում, պայմանական եմ ասում։ Թոթ ասելնի, բայց տնտեսական տրամաբանությունը պետք է հասկանանք։ Եթե պատերազմը այլ հավասար պայման է, եթե պատերազմը շարունակվում, հա, դու հույսը կապես դա դարձնես քո միակ կամ հիմնական ուղղություն չէ։ Ես էլ եմ ասում, ես դեմ չեմ ուկրաինական չի որ միակն է։ Ես դեմ չեմ որ ուկրաինական ծորենը ներկրենք, ես երկրորդ անգամ եմ կրկնում։ Խնդիրը այն է, որ մենք պետք է հասկանանք, որ տնտեսապես տրանսպորտային ծախսերը մեծ է։ Սա պետք է արձանագրենք։ Okay, տրանսպորտային ծախսերը մեծ են, իսկ հաշվի առնելով, որ Տուապսե եւ Նավառասիսկ նավահանգիստերը, ինչպես նաեւ Պորտ Կավկազը այլևս գոյություն չունեն։
ֆլամինգոների հարվածներից հետո։ Եթե չունեն ծորեն ինչպես են Ռուսաստանից կամ Վարդգստանը։ Տեսնում ենք Ադրբեջանով, հիմա հատուցվելու մասին։ Ռուսաստանը բավականին երկար ժամանակ մնալու է պատժամիջոցների տակ։ Առնվազն 10 տարի պատերազմը ավարտվելուց հետո։ Հենց որ խոսքը եթե գնում է նրա մասին, որ Հայաստանի ինչ-որ ծորեն է 300,000 տոննա, բարձր ամբողջությամբ չի գալու ուկրաինական ծորեն։ Բարձր Ռուսաստանից այդ 3-րդ, 4-րդ կարգի ծորենը, որը որ խոսքը լավ հացահատիկ չասենք, այդպես ծորեն գլոբալ է, ինքը ինչ որ արի, ինչ որ չափով առնվելու է, գալու է։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, մենք դիվերսիֆիկացնենք այն, ինչը պետք է լինի, այսինքն մի բանում նայենք, այդ մեր վիճվարչության պես չանենք, էլի, որ մենք ունենք մի հատ բան, ԵՄ իրականում նույն տնտեսական շուկան է, նույն օրենսդրությունն է, բայց չգիտես ինչի իրանց մոտ ժամանակ առ ժամանակ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, բոլորը առանձին են գալու։ Չէ, ԵՄ է, եղբայր։ Եվրոպական միությունը ամբողջությամբ։ Այստեղ էլ ԵԱՏՄ է։ Ուրեմն եթե մենք ուզում ենք դիվերսիֆիկացնենք, մենք ԵԱՏՄ-ն Ղազախստան, Բելարուս, Ղրղստան, Ռուսաստան, այս ամբողջը սենց վերցնենք այս մի թևի տակ։ Այս մի թևի տակ վերցնենք ամբողջ մնացած աշխարհը։ Ծորենի արտադրության մեջ կա Ուկրաինա, կա շատ ավելի փոքր Ֆրանսիա, կա մեծ Կանադա, կա մեծ ԱՄՆ։ Եղբայր, ունենք 4 ճանապարհ, եկեք դիվերսիֆիկացնենք, 20-25% վերցնենք։ Տրիպա, տրամպա, եսի ինչա, ինչի՞ չէ որ թողանեն։ Ստավրապոլի երկրամասը, որը ծորենի խոշորագույն բանն է, հա, աղբյուրն է։ Վրաստանից սահմանից հաշված կիլոմետրերի հեռավորության կա է, վերին վարշավ։ Երկաթ գիծել կա այն։ Այո, որ Ադրբեջանը։ Արդյոք տրամաբանական չէ, որ պետք է որ ավելի էժան լինի։ Տրամաբանական է, որ պետք է որ ավելի էժան լինի, բայց կա մի հատ նյուանս։ Դուք արդյոք ուզում եք, որ Հայաստանը կախված լինի մի երկրից, որը պատժամիջոցների Չեմ ուզում, բայց ես պատրաստ չեմ իմ գրպանից որպես հարկատու վճարել ավելին մի բանի համար, ինչը կա ավելի հարցնում եմ։ Տնտեսագետ եք, սոցիոլոգ եք, հարցնում եմ ձեզ։ Չգիտենք ավելին է թե ոչ։ Եթե խոսքը վերաբերում է ԵՄ-ի կոմպենսացիաներին, ԵՄ-ի կոմպենսացիաները վստահեցնում եմ ձեզ 2-3 տարով չեն եւ Հայաստանի համար այդ մեծ գումար չի։ Հայաստանը ապահովում։ Եվս մի կարևոր հարց, եթե մենք իսկապես գնում ենք այդ ճանապարհով, համաձայնվում ենք, որ Եվրամիությունը մեզ հատուցի այդ տարբերությունը գնի։ Այս արդյոք դա մարտահրավեր չէ մի երկրին, որի հետ դեռևս համենայն դեպս դաշնակից ենք համարվում եւ մի երկրին, որը միջուկային գերտերություն։ Ես մի բան ուզում եմ նշեմ, այս 22 թվականից հետո մենք հաճախ ենք լսում, որ Արևմուտքը դեմ է, որ Հայաստանը լավ հարաբերություն է ունենա Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանը դեմ է, որ Հայաստանը լավ հարաբերություն է ունենա Արևմուտքի հետ։ Ես նույնիսկ մի հատ հոդված եմ տպագրել ռուսական MIDI բաների ժուրնալներից մեկով, որով նշում է, որ Հայաստանի լավ հարաբերությունները Արևմուտքի հետ ամենաշատը շահում են Ռուսաստանը։ Ինչո՞վ? Ես բարձ օրինակներով ասում։ Այլ թեմա է, ժամանակ չունենք, թե չքննարկենք։ Չէ, բայց իրով նշեմ նաև դրանը, որովհետև Ռուսաստանը Հայաստանի միջոցով ստանում այն սարքավորումն ապրանքներ եւ փողերի փոխանցումը, որը ուրիշ երկիր չէր կարողանում այդ արևմուտքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մցրեցինք ռազմական հանցագործության հոդվածի տակ։ Ինձ թվում է այս տարածաշրջանում բոլորն են օգտվում այդ հնարավորություններից։ Տեսեք, եթե դուք եկեք ծորենի թեմային վերադառնանք, ժամանակն է խնդիրը, թե չէ խոսեինք։ Բոլորը անառակ են գող ու ավազակ, չի նշանակում, որ դուք ձեր երեխաներին պետք է սարքեք գող եւ ավազակ։ Այսինքն ով որ սահմանել այդ պատժամիջոցները Ես նորից եմ ասում, այն որ Հայաստանի իրավաբանական անձերին օգտագործելով Ուկրաինայում երեխան մոր թե բռնաբար է եւ սպան է, ֆինանսավորել են այդ գործողությունը, որի արդյունքում Ռուսաստանի նախագահան ստացել է մանկապղծության համար Հաագայի տրիբունալի մեղադրանք։ Դա չի նշանակում, որ մենք պետք է ժպիտով դրա մասին խոսենք ու գովասանքի խոսք ասենք նրան, որ Հայաստանով իրանք կարողացել են դա ֆինանսավորել։ Կարեն, միակ խնդիրը ժամանակն է, որի համար ես հիմա դեզ ընդհատում եմ, այլ ոչ թե քաղաքական կամ գաղափարական։ Վերադառնանք հարցից, բայց շատ կարճ խնդրում եմ, հա։ Արդյոք քաղաքական բացասական հետևանքներ կարող են լինել, եթե մենք այսպես բացահայտ հակադրվենք այս հարցում Ռուսաստանին։ Եվ արդյոք Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության այդ խայտառակ մեկնաբանությունը զգուշացում չէ հենց դրա մասին։ Անկեղծ շատ անակնկալ էր այդ փաստաթուղթը, այսինքն նման ոճով էս ներկայացնելը խնդիր է։ Մենք պետք է հասկանանք, դարձավ հուսա քաղաքական, այսպես ազդակ էր Երևանին։
Քաղաքական ազդակից հետո սա հրապարակային ազդակ է։ Ոչ հրապարակային մասով մենք պետք է հասկանանք ինչ կա ներսում, ինչ խնդիրներ կա։ Ես այս պահին չեմ կարող դա մեկնաբանեմ, հա, ինչքան է որ կարամ այսպես զգացական մակարդակով ինչ-որ կարծիքներ հայտնեմ, որ չէ, ռուսները վատն են, Եվրոպան լավն է կամ հակառակը, բայց պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը բավական ակտիվ խաղացող է, դեռ, եթե դուք այդպես եք կարծում, կարող է ինչ-որ մի պահ դուրս գա։ Արևմուտքը մտել է այս տարածաշրջան, ԱՄՆ-ը մտել է եւ մենք բոլորի հետ պետք է աշխատենք։ Բոլորի հետ պետք է աշխատենք, այդ թվում Ռուսաստանը։ Կարեն, ինչի մասին է մեզ զգուշացնում Նարիշկինը այդ իր հայտարարությամբ։ Ինձ թվում է Մոլդովայում ընտրությունները պարտվելուց հետո, այսինքն պրոռուսական թևը ամբողջական պարտվելուց հետո, իրանք վախենում են կորցնել վերջի ոնց ասեմ, կետը, հենման կետը Հարավային Կովկասում։ Եվ սա այդ բանն է, շատ հասկանալի գործողություն, պետք ուզում են վախեցնել։ Որոշ զանգվածներին, ընտրազանգվածներին ուղղակի ֆիզիկապես վախեցնել։ Չվախենանք։ Իհարկե չվախենք։ Հասկացա։ Եվ վերջին հարցը, բայց նույնպես շատ կարևոր։ Արցախից Հայաստանը ստանում էր այստեղ սպառվող հացահատիկի տարբեր ժամանակներում մինչև քառորդը անհրաժեշտ ծավալը։ 70-ից 90 հազար տոննա մոտավորապես այսպես։ Մինչև 15% հասնում էր համենայն դեպս հաստատ։ Արդյոք իրատեսական է ապահովել այդ ծավալները սեփական արտադրության հաշվին, արդյոք այդպեսի նպատակ պետք է դնենք եւ հասնենք այդ միանշանակ պետք է դնենք, հաշվի առնելով այն, որ մեր ցանկատարածությունների հողերի կեսը չենք օգտագործում, սա որպես ներքին խնդիր, սա ոչ Ռուսաստանն է մեղավոր, ոչ Արևմուտքն է մեղավոր, բայց միևնույն ժամանակ, եթե մենք ուզում ենք տեղական արտադրությունը խթանել, մենք պետք է հասկանանք, որ հայկական ցորեն արտադրողները չեն կարող մրցակցել էժան ռուսականի հետ։ Օրինակ ասեմ, ցորենի գինը նախ անցած տարի 140 դրամ էր, այս հայտնի այսպես մեծահարուստ օլիգարխը ցորեն ներկրեց, ցորենի գինը իջացեց անցած տարի 70-80 դրամ, բնականաբար մեր տեղական արտադրողները լուրջ խնդիրներ ունեցան ֆինանսական։ Այս տարի մի քիչ բարձրացել է 110 դրամ է դարձել։ Այսինքն դու չես կարող քո տեղական արտադրությամբ, երբ որ մրցակցել ռուսականի հետ, որտեղ Ռուսաստանը 1 հեկտարից ավելի շատ է արտադրվում, ավելի էժան է, սուբսիդավորվում է, վառելիք էժան է, էս։ Եթե ուզում ես տեղում արտադրես, դու նաև գյուղատնտեսության ոլորտը ամբողջությամբ պետք է վերցնես սուբսիդավորման տակ։ Այդտեղ թո ԵՄ-ն շատ ակտիվ աշխատի սուբսիդավորի տեղական արտադրություն։ Ոչ թե ուկրաինական տրանսպորտը Շատ դուք էլ անդրադարձեք թեմային ու ամփոփում եք։ Չէ, գործընկերը շատ ճիշտ ասում է, Եվրամիության տարածքում գյուղատնտեսություն յուրաքանչյուր երկրի եւ ԵՄ-ի հանձնաժողովի որոշմամբ սուբսիդավորվում է։ Եվ դա նորմալ գործառույթ է, դրա համար ես ասում եմ, որ Հայաստանը օր առաջ պետք է գնա Եվրոասոցիացիան, որպեսզի նմանատիպ խնդիրներ, այնտեղ էլ կան երկրներ, որտեղ գյուղատնտեսությունը որպես այդպեսին ձեռնտու չի զբաղվել, բայց ֆերմերներին աջակցում է թե պետությունը, թե Եվրամիությունը։ Սրա մասն է խոսքը։ Ժամանակ ցավոք այլևս չունենք, խնդրում եմ բառացիորեն երկու նախադասությամբ ամփոփեք ձեր խոսքը, ինչը կուզեիք, որ հեռուստադիտողը ձեր այսօրվա խոսքից հիշեր։ Կուզեմ հիշի հեռուստադիտողը, որ Հայաստանում ցորենի արտադրության ծավալները հնարավոր է ավելացնել տեղական ռեսուրսներով, եւ դրա համար մեր կառավարության եւ ազգային ժողովի առջեւ հստակ խնդիր պետք է դնենք պարենային ինքնաբավության հարցը ավելացնելու։ Հիմա 30% 10 տարվա ընթացքում սարքենք 50%, հետո 60%։ Եթե տարբեր տեղերից մենք ուզում ենք ֆինանսավորում գտնել, պետք է այստեղ այդ գումարները ծախսի, ոչ թե Ուկրաինայի տրանսպորտային համակարգը ֆինանսավորենք։ Ձեր ասացի գլխավոր իմաստը որն էր։ Չվախեք։ Այսինքն ոչ մի վախելու բան չկա, մենք շատ հանգիստ կարող ենք այնինչ Հայաստանի համար անհրաժեշտ է անել առանց աչքներս գցելու Նարիշկինը ինչ ասեց, Ալիևը գնաց կբաց թողեց, թե ոչ, ամեն դեպքում արևելքից պետք է կտրվել գոնե ժամանակավորապես, որովհետև շատ ենք կախված։ Հետո մնացածը կերևա։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, որ հնչեցին տնտեսագետ Սուրեն Փարսյանի եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքներն ու գնահատականները։